Հարցիտ եմ պատասխանում, ուրեմն այդ քո տեսակից աշխարհում որ փնտրես, լացայնը, ձեր տեսակի շնորհիվ որ տարիներ մարդկանց խաբել եք, արա դուք միշտ մարդկանց խաբել եք, այդ ձեր կենասով, ձայնը աշխարհում, լսի, լացայները, աշխարհում չես գտնի ինձ մարդ որ ավելի հրտանգավոր կնի քան դուք եք։ Մեր տեսակը սարքողա, մեր տեսակը շենա, հոգ հանձողը ոտից գլուխ ես, հոճակատի գրված է, որ դու հանձնող ես, որ դու սրիկա ես, որ դու սրիկա ես։ Ձեր նմաները հանձնել են։ Արայով գնա վարչապետի հետ խոսա։ Որ նման աշխարհում հանձնել է 21-ին, հանձնել է 23-ին, հանձնել է 20-ին։ Վերջի մեր մորդ են հանձնել ու թուրքերին պրծնել։ Ես չեմ դիմում, ես ոստիկանություն եմ դիմում։ Ոստիկանությունը օրենքը անտեսում է։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը, որպես Ալիևի եւ Էրդողանի կամակատար, հանձնելով Արցախը, հիմա էլ այն որ հայտարարում էր 2 օր առաջ, որ Սյունիքի հարց չկա, 2021-ին ասում էր Հադրութն ու Շուշին ենք հետ բերելու, ասում էր Արցախը Հայաստան է 2019-ին, այսպես խաբելով եկավ երկրորդ անգամ, ընտրվեց վարչապետ, զավթեց վարչապետի աթոռը, հիմա նույնը անում է, Ալիևի հայտարարությունները լսել եք։ Ալիևը Հայաստանին դատի է տվել ու 150 միլիարդ դոլար փող է պահանջում միջազգային այցաններում, որովհետև գտնում է, որ հայ ժողովուրդը օկուպանտ է, Արցախը օկուպացրել է։ Վաղը մյուս օր ինչպես է 150 միլիարդը Նիկոլը վճարելու։ Պարզ է չէ, որ փողով չի կարող վճարել, տարածք է տալու։ Սյունիքը կտա, հետո կասի կներեք ժողովուրդ ջան, չէինք կարող, որպեսզի ձեր զավակներին չզոհենք, ստիպված պետք է հանձնենք, Սյունիքն էլ հանձնենք, առանց այդ ճանապարհ է տվել թուրքերին։ Այդ թրիփը որ կա, դուք գիտեք ինչ է նշանակում թրիփ, թուրքերին ճանապարհ է տվել։ Ադրբեջանի մի մասը կապվում է մյուս մասին։ Հայաստանը, հիմա այստեղ վեճը նրանց է, որ Նիկոլ Փաշինյանին մոտեցել եմ, որպես Հայաստանի քաղաքացի, ասում եմ, որ ես Արցախի շարժումը փակող չեմ, որովհետև իմ եղբայրը զոհվել է Արցախի հողի վրա, եւ ես որպես իրաքույր այդ գործը շարունակողն եմ լինելու։ Դուք որպես Ալիևի ու Էրդողանի կամակատար կարող եք փակել Արցախի հարցը, կարող եք անկախության հռչակագիրը հանել սահմանադրության միջից, բայց հայ ժողովուրդը դրա հետ համաձայն չէ։ Դուք հայ ժողովրդի կարծիքը հաշվի առաք, որ գնացիք եւ Արցախը ճանաչեք։ Ես այդ թեմայից սկսեցի։ Ասում եմ, ես ձեր հարցին չեմ պատասխանում, հունիսի 7-ին ժողովուրդը կպատասխանի այդ հարցին։ Հիմա հուսամ, հունիսի 7-ին ժողովուրդը միահամուռ կգնա եւ Նիկոլ չի քվեարկի, որովհետեւ քվեարկել Նիկոլ Փաշինյանին նշանակում է վաղը մյուս օրը ապրել ադրբեջանցիների հետ։